Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Հարգելի հայրենակիցներ, սիրելի գաղափարակից ընկերներ, ողջունում եմ ձեզ։ Նախ շնորհավորում եմ պարոն Ծառուկյանին վերընտրության կապակցությամբ եւ կարծում եմ մենք հսկայական համատեղ աշխատանք ունենք անելու։ Մեր երկիրը կանգնած է ճակատագրական ընտրության առաջ։ Նորանկախ Հայաստանը երբեք նման իրավիճակում չի եղել։ Սա կուսակցական խմբային ընտրություն չէ, որ մենք մրցենք, թե քանի տեղ կունենանք ապագա խորհրդարանում։ Հենց այդ պատճառով է, որ Մայր Հայաստանը, որը վերջին 3 տարիներին դրական արդյունքներով մասնակցել է համապետական նշանակություն ունեցող տեղական ընտրություններին, որոշել է մի կողմ դնել կուսակցական նեղ շահերը եւ միանալ հարստացնել առաջարկ Հայաստանին ծրագիրը եւ խորհրդարանական ընտրություններին մասնակցել Գագիկ Ծառուկյանի գլխավորած Բարգավաճ Հայաստան կուսակցության հետ։ Մեր որոշումը նաև պայմանավորված էր իմ եւ Գագիկ Ծառուկյանի փոխադարձ վստահության ու հարգանքի վրա հիմնված երկար տարիների գործընկերային հարաբերությամբ։ Սա էլ կարծում եմ շատ կարևոր հանգամանք է քաղաքականության մեջ։ Հարգելի թիմակիցներ, մեր ժողովուրդը մեզանից սպասում է լուծումներ։ Ինչպես դուրս գալ այս խիստ վտանգավոր իրավիճակից։ Մարդիկ մեծ հաշվով երկու խնդրի պատասխան են սպասում։ Ինչպես ապահովել անվտանգություն եւ երաշխավորված խաղաղություն եւ երկրորդը ինչպես զարգացնել տնտեսությունը եւ հաստատել սոցիալական արդարություն։ Այս վերջինին մեր ժողովուրդը կարծում եմ մոտ 35 տարի սպասում է։ Հարգելի բարեկամներ, որպեսզի մենք կարողանանք զարգացնել մեր երկիրը, հաստատել արդարություն, նախ պետք է ապահովենք երկարատև եւ երաշխավորված խաղաղություն։ Մենք ժողովրդին ներկայանում ենք 10 առաջարկով, որոնց մի մասը հիմա կհնչեցնեմ։ Նախ երաշխավորված խաղաղության եւ անվտանգության մասին։ Այն, ինչ ունենք այսօր, ժամանակավոր շոու հրադադար է եւ թող մեր ժողովրդին չխաբեն, որ արդեն խաղաղություն են հաստատել։ Սա ոչ թե խաղաղություն է, այլ մի իրավիճակ, որի երաշխավորը, ինչպես վերջերս ԿՊԱ-ականներից մեկը ասաց, Իլհամ Ալիևն է։ Որևէ մեկը այստեղ եւ ընդհանրապես ամբողջ հանրապետությունում վստահում է Իլհամ Ալիևի տված երաշխավորությանը։ Կարծում եմ, որ դպրոցականների համար էլ է պարզ այս պատասխանը։ Երաշխավորված եւ կայուն խաղաղության համար անհրաժեշտ է ապավինել սեփական ուժերին, ունենալ փոխվստահելի դաշնակիցներ, վարել հավասարակշռված արտաքին քաղաքականություն։ Չի կարելի Հայաստանը վերածել աշխարհաքաղաքական մանրադրամի ու մեր երկիրը դարձնել բախումների թատերաբեմ։ 2008-ի Վրաստանը, այսօրվա Ուկրաինան այն օրինակներն են, որոնցից մենք պետք է դասեր քաղենք։ Միթե Արցախի կորուստը մեզ դաշ չեղավ։ Համոզված եմ, որ մեր ժողովրդի մեծ մասն արդեն ամեն ինչ հասկացել է։ Հարգելի ժողովուրդ, մենք վերականգնելու ենք հայոց բանակը, այն դնելով պրոֆեսիոնալ հիմքերի վրա։ Մենք վերականգնելու ենք նաև մեր բնական դաշնակիցներ Ռուսաստանի եւ Իրանի հետ հարաբերությունները։ Օրվա իշխանությունների վարած արկածախնդրային անխոհեմ ու բացառապես սեփական նեղ շահերի վրա հիմնված քաղաքականության արդյունքում մենք հիմա կանգնած ենք Ռուսաստանի հետ առնվազն տնտեսական պատերազմի նախաշեմին։
Դրա հետևանքով կարող են փակվել ավիափոխադրումները, ավելի քան 3 անգամ կթանկանա գազը, գյուղացին կկանգնի մթերքի իրացման խնդրի առաջ, կզրոյացվի դեպի Ռուսաստանի Դաշնություն արտահանումը, արտադրողներն ու գյուղացիները կտուժեն, Ռուսաստանում խնդիրներ կառաջանան հայ գործարարների համար, թույլ չի տրվի այնտեղից գումարներ ուղարկել, հարց է առաջանում, ում է սա ձեռնտու, պատասխանը ակնհայտ է, ոչ Հայաստանին։ Իհարկե մենք էլ հարցեր ունենք Ռուսաստանին, մեր հասարակության մեջ էլ կուտակված են որոշակի խնդիրներ կապված Ռուսաստանի վարքագծի հետ, բայց այդ հարցերը մենք բարձրացնելու ենք, դրանք բարեկամաբար լուծելու, մեր երկրի համար օգուտներ ապահովելու, այլ ոչ թե արհեստական հակադրություն ստեղծելու և թշնամանալու նպատակով։ Մենք պետք է շահերի համադրում իրականացնենք արտաքին քաղաքական ոլորտում և փոխշահավետ հարաբերություններ հաստատենք բոլորի հետ։ Պետք է խորացնել հայ-վրացական հարաբերությունները։ ԱՄՆ-ի, Եվրամիության հետ գործընկերային կապերի զարգացումը նույնպես բխում է մեր շահերից։ Մասնավորապես, պետք է ակտիվ բանակցել դեպի ԵՄ Հայաստանի քաղաքացիների առանց վիզա ռեժիմ սահմանելու համար։ 8 տարի այս իբր արևմտամետ իշխանությունը 1 մետր անգամ չի մոտեցել այս խնդրի լուծմանը։ Հենց սրա համար է, որ մենք ասում ենք, որ այն ձևակերպումները, թե սա արևմտամետ է, նա ռուսամետ է, դատարկություն են։ Իրականում քաղաքական ուժը, քաղաքական գործիչը պետք է լինի աթոռամետ, ոչ թե այնպես ինչպես Նիկոլ Փաշինյանն է պատկերացնում, այլ պետք է լինի հայամետ, այնպես ինչպես մենք ենք պատկերացնում։ Չինաստանի, Հնդկաստանի, արաբական երկրների հետ կապերի զարգացումը հսկայական տնտեսական օգուտներ կարող է բերել։ Ինչով ենք մենք պակաս Վրաստանից, որն այդ երկրներից միլիարդավոր ներդրումներ է ստանում։ Ինչ վերաբերում է հայ-թուրքական հարաբերություններին, ապա մենք կողմ ենք միջպետական հարաբերությունների հաստատմանը առանց նախապայմանների։ Ինչ վերաբերում է հայ-ադրբեջանական հարաբերություններին, ապա մենք կողմ ենք խաղաղ կարգավորմանը և այս առումով մեր դիրքորոշումը հետևյալն է։ Առաջին, հայ-ադրբեջանական սահմանի, սահմանագծում և սահմանազատում ողջամիտ ժամկետներում, կոնկրետ քարտեզով և իրավական հիմքով։ Երկրորդ, ռազմագերիների անվերապահ վերադարձ, որպես վստահության ձևավորմանն ու խաղաղ գործընթացին նպաստող կարևորագույն հարց։ Երրորդ, արցախցիների վերադարձի իրավունքի ապահովում միջազգային անվտանգության երաշխիքների և միջազգային գործընկերների մասնակցության ներքո։ Չորրորդ, հայ-ադրբեջանական հարաբերություններում միջնորդ երաշխավորների ինստիտուտի ներմուծում։ Հինգերորդ, Հայաստանի ներքին որոշումները չեն կարող կայացվել ադրբեջանական ճնշման ներքո, այդ թվում սահմանադրական փոփոխությունների մասով։ Արցախի մասին։ Բազմիցս ասել եմ, հիմա էլ ուզում եմ կրկնել։ Նա ով չի ափսոսում Արցախի կորստի համար, սիրտ ու հոգի չունի ու մեծ հաշվով հայ չի, բայց նա ով հայտարարում է, որ իշխանափոխությունից հետո վաղը անմիջապես վերադարձնելու է Արցախը, նա կամ խելք չունի, կամ արկածախնդիր է։ Մեր խնդիրը պետք է լինի նախ եւ առաջ
Արցախից բռնահատ գաղթված մեր հայրենակիցների կողքին կանգնելը եւ ես առաջարկում եմ ծափարություններով ողջունենք մեր արցախցի քույրերին ու եղբայրներին։ Տնտեսական քաղաքականության մասին։ Հայաստանի Հանրապետության հանրային տնտեսական եւ սոցիալական կյանքի գրեթե բոլոր ոլորտներում ներկայումս ձևավորվել է ճգնաժամային իրավիճակ, որի հաղթահարման համար անհրաժեշտ է իրականացնել նոր տնտեսական քաղաքականություն։ Մենք ունենք բոլոր հնարավորություններն առաջիկա 5 տարում ավելի քան կրկնապատկել համախառն ներքին արդյունքը։ Մրցունակ տնտեսությունը եւ հարկային ողջամիտ քաղաքականությունը ենթադրում են հետևյալ քայլերը. 10 մարզերում հարկերից ազատված 10 արդյունաբերական գոտի ստեղծել։ Առաջիկա 2 տարիների ընթացքում նվազագույն աշխատավարձը փուլային տարբերակով դարձնել 150,000 դրամ։ Սա այն նվազագույնն է, որի մեր քաղաքացիները արժանի են, կարծում եմ, եւ բոլոր ջանքերը պետք է ներդնել այդ ուղղությամբ։ Տարեկան մինչև 60 միլիոն դրամ շրջանառության ունեցող միկրոբիզնեսի ներկայացուցիչները պետք է ազատվեն շրջանառության հարկից, այսինքն 0% հարկ միկրոբիզնեսի համար։ Տարեկան 60-ից մինչև 180 միլիոն դրամ շրջանառություն ունեցող փոքր բիզնեսի համար շրջանառության հարկը պետք է սահմանել 1%-ը։ Եվ վերջում գույքահարկի մասով հարկայինի հետ կապված մենք առաջարկում ենք կրճատել գույքահարկի չափը, որովհետև սա ուղղակի թալան է։ Լուրջ խնդիր է բանկային տոկոսների տակ մեր քաղաքացիների ճկռելը։ Մենք դեմ ենք վարկային գերությանը եւ բանկային ռեկետին։ Դրա համար մասնավորապես առաջարկում ենք մինչև 5 միլիոն դրամ վարկեր ունեցողների համար տուժտուգանքների մասով համաներում հայտարարել եւ մարդկանց ազատել այդ վարկային գերությունից։ Սոցիալական համերաշխության, կրթության եւ արժանապատիվ թոշակի մասին։ 2018-ին ժողովրդին խոստացան սոցիալական արդարություն, բայց իշխանավոր դառնալուց հետո հայտարարեցին, որ աղքատությունը մարդկանց գլուխներում է, զուգահեռաբար հաղթահարելով իրենց աղքատությունը գրպաններում, բայց ցավոք կառավարչական տեսակետից իրենց գլխի դատարկությունը հաղթահարել չհաջողվեց։ Աղքատության հաղթահարումը մեզ համար պատվի հարց է եւ հետեւաբար օրինակ թոշակային տարիքի անցնելը չպետք է դատավճիռ դառնա։ Այս առումով առաջարկում ենք ամսական կենսաթոշակի նվազագույն չափը 2027 թվականից փուլային տարբերակով պետք է դարձնել 100,000 դրամ։ Եվ յուրաքանչյուր տարի թոշակների չափն ավելացնել նախորդ տարվա ինֆլյացիայի չափով։ Կարծում եմ, որ մեր տատիկներն ու պապիկները նվազագույն արժանի են այս ամենին, ինչ որ մենք առաջարկում ենք։ Կրթության ոլորտը նույնպես պետք է լուրջ հոգատության ներքո հայտնվի։ Պետական ու համայնքային պատկանելության բոլոր կրթօջախները մանկապարտեզից մինչև բուհեր պետք է լինեն անվճար։ Նրանք, ովքեր ասում են, որ անվճար կրթությունը որակյալ չի կարող լինել, հիշեցնեմ, որ ԽՍՀՄ տարիներին կրթությունը անվճար էր եւ ամբողջ աշխարհը խոստովանում էր, որ ԽՍՀՄ-ում ամենաբարձր կրթական մակարդակն է, այնպես որ այդ դեմագոգիան թող թարգեն։ Հանրային համերաշխության մասին, ամենակարևորը, գնում ենք ընտրությունների։ Մեր հանրությանը պառակտել են, թշնամացրել են, վախեցրել են։ Մենք համախմբելու ենք, հաշտեցնելու ենք, ապա հուսահատեցնելու ենք եւ հզորացնելու ենք։ Օրվա իշխանությունը խոստացավ արդար պետություն կառուցել, բայց գրեթե զրոյացրեց հետանկախական շրջանի մեր բոլոր դրական ձեռքբերումները եւ միևնույն ժամանակ խորացրեց նախկինում արկա բոլոր արատավոր բարքերը։ Մենք այս պատկերը պետք է փոխենք ձևավորելով
նոր որակի իշխանություն եւ նոր Հայաստան, նոր որակի Հայաստան։ Հարգելի քաղաքացի, ուղիղ դիմում եմ քեզ, որպես բարեկամ, որպես ընկեր, որպես քեզանից մեկը։ Առաջարկում եմ, կոչ եմ անում, խնդրում եմ, հունիսի 7-ին անպայման գնալ ընտրատեղամաս եւ նպաստել իշխանափոխությանը։ Սիրելի քաղաքացի, անպայման գնա ընտրատեղամաս, գնա, որպեսզի սրանք գնան, որպեսզի մնա Հայաստանը, գնա, որպեսզի նորից չլինեն պատերազմներ, զոհեր, կորուստներ եւ ավերածություններ, գնա, որպեսզի մենք երաշխավորված խաղաղություն ունենանք, գնա, որպեսզի մեր երեխաներն ունենան ապագա, Հայաստանը չմնա առանց դաշնակիցների, գնա, որպեսզի մենք բանիմաց եւ ունակ իշխանություն ունենանք։ Մենք պատասխանատվությունից չենք խուսափում։ Նրանք, ովքեր համախմբվել են եւ ընտրություններին մասնակցելու են Բարգավաճ Հայաստանով, չեն վախենում իշխանական պատասխանատվությունից եւ պատրաստ են վերցնել այդ բեռը։ Չկասկածեք, մենք կերտելու ենք բոլորիս երազած Հայաստանը եւ հետեւաբար մեզ ժողովրդին ուժ, եռանդ, վճռականություն, կամք եւ հաղթանակ եմ մաղթում եւ ամենակարևորը Հայաստանի քաղաքացին պետք է միանա մեզ, որպեսզի կարողանանք փոխել այս իրավիճակը։ Դրա համար ենք կոչ անում քաղաքացուն, միացիր, որ փոխենք։ Շնորհակալություն։